Փառք Տիրոջը։ Դու ուրախ ես։ Իսկապես Տիրոջ տան մեջ չես կարող ուրախ չլինես։ Սիրելիս, իմ ու քո իշխանությունը գործում է, երբ որ իմ ու քո հավատքը, իմ ու քո Աստծո նկատմամբ ունեցած սերը, երբ որ ասում է գնաց յուրայիններին, յուրայինները մերժեցին, բայց նրանք ովքեր որ ընդունեցին, Աստծո որդիներ կոչվեցին։ Հիմնականում սատանայի նպատակը գիտեք որն է, որ նա քեզ միշտ մոռացնել տա, որ դու Աստծո որդի ես։ Եվ մեր կյանքում սկսում է դժբախտությունները հենց այդ ժամանակ։ Հավատացյալը իր իշխանությունը երբ որ կորցնում է, իր լույսը աղը կորցնում է, ինքը սովորական մարդ է դառնում։ Բայց երբ որ, գիտես սրա հետ կապված մի հատ առակ կա, Ռիխարդ Բոնկեն էր պատմում, երբ որ մի հատ հավաբնի մոտ հայտնվում է մի փոքր տարօրինակ ձու։ Եվ այդ հավերի հետ այդ ձուն էլ է ծնվում։ Ու գիտես, ինքը սովորական հավերի նման չէր, բայց հավերի կողքն էր ինքը, թե որտեղից էր հայտնվել, Տերը գիտի։ Բայց հետաքրքիրը գիտես որն է, որ հավերը մեծանում էին, ինքն էլ էր մեծանում, բայց բացարձակ ինքը հավերի նման չէր։ Ինքը մի քիչ անճոռնի տեսք ուներ, բայց տարիների ընթացքում նա նույն հավերի պես էր վարվում, գիտես, բայց ասում եմ, երբ որ անցավ որոշակի ժամանակ, երկնքում լսվեց մի ձայն արծիվի, ու նա անմիջապես արձագանքեց ու հասկացավ, որ ինքը արծիվ է։ Գիտես, հավերը փախնում էին արծիվի ձայնից, բայց ինքը չփախավ, որովհետև ինքը հենց արծիվ էր։ Սա նույն խորհրդանիշն է, սերներս, կոչումը կորցրած քրիստոնյան, երբ որ հայտնվում է մեղքի բռնապետության տակ, նույնպես նա սկսում է անել այն, ինչ որ անում են մնացածը։ Բայց երբ որ Տիրոջ ձայնը գալիս է երկնքից, ինքը անմիջապես փոխվում է։ Սիրելիս, այս օրինակով ես ուզում եմ քեզ կոչ անել, որ դու երբեք չհամակերպվես այն վիճակին, ինչը որ հիմա դու անցնում ես։ Որովհետև մենք հաղթող ենք, որովհետև մեզանից առաջ մեկը գնաց ու հաղթանակեց այդ ամեն ինչը։ Ու մեզ տրված է այդ իշխանությունը, որ մենք նրանք ովքեր որ ընդունեցին, դավանեցին, խոստովանեցին, Աստծո որդիներ կոչվեցին։ Իսկ ես ու դու Աստծո որդիներ ենք, սիրելիներս։ Մենք գիտենք Աստվածաշունչը ինչա խոսում արծիվների մասին։ Նա իր զոհը երկնքից է փնտրում։ Խոսք Մյուրիշ համարի մեջ ասում է, եւ վեր կսլան արծիվների պես։ Սիրելիներս, մեզ տրված է ոչ թե քուջուջով ապրելու, մեզ տրված է երկինքը վայելելու։ Ես ուզում եմ քեզ հայտնություն տամ, որ չբավարարվես այն դժվարությանը, որը որ դու հիմա կաս։ Գիտես, շատ անգամ ենք համակերպվում այդ քուջուջ կոչված հավի կենցաղի բնույթին, բայց մեզ Աստված արծիվներ արե։ Եվ պարտադիր չի ինչ որ երկնքից մի հատ արծիվ անցնի, ձայն արձակի, որ դու հասկանաս, թերևս դա լինում է երբեմն այն ժամանակ, երբ որ դու կորցնում ես քո կոչումը։ Աստված նորից գալիս է, Աստված չի ձանձրանում, քեզ ամեն անգամ ասի դու իմ զավակն ես։ Ամեն։ Ես սենց եմ վերնագրել, ծառա թե որդի։ Ծառայությունից դեպի որդեգրություն մի քայլ է։ Գիտես, մի պատմություն կա, որի այդ պատմությունը շատ անգամ քարոզված է։ Գիտեք, որ պատմությունն է, անառակ որդու։ Փոքրը գնաց, վատնեց, հետ եկավ։ Մեծ եղբայրը, որ հոր տան մեջ էր, ինչ արեց։ Սկսեց բողոքարկել, սկսեց պահանջել, ինչի իմ հետ արդար չվարվեցիք, բայց հայրն ինչ ասեց, այս ինչ որ ունեմ, այս քոնն է։ Նա հայտնություն չուներ, սիրելիներս, որ ինքը Աստծո որդի է, ինքը հայտնություն չուներ, որ իր հայրը կարողություն ունի։ Իսկ շատ անգամ մենք քրիստոնյաները, սիրելիներս, ծառայում ենք,
Բայց Աստծո խոսքն ասում է, ես ձեզ ծառայության հոգին չտվեցի, այլ որդեգրության։ Ամեն։ Հովհաննես 8:34 Ծառան նա է, ով միշտ փոփոխական է, սիրելիներս։ Մեկ է տան մեջ է ծառայում, մեկ են։ Իսկ որդին այդ տան հավիտենական բնակիչն է։ Նույնը մեղքին է վերաբերվում, եթե դու մեղքի ծառա ես։ Այս մեղքից այն մեղքի մեջ ես։ Իսկ եթե դու Աստծո զավակ ես եւ Աստծո որդի ես, դու հավիտյան կբնակվես քո հոր տան մեջ։ Որովհետեւ սա է նախապայմանը, սիրելիներս։ Մեղքը միշտ կառանձնացնի մեզ Աստծո տանից զրկելու։ Ունենալու են իշխանությունը, ունենալու են կտակը, որը իմ ու քո համար կա։ Գիտեք, պատմություններում ինչքան է բացահայտվել, որ մարդը անցել է դժվարություններ, բայց չի իմացել վերջնական ով է եղել իր ծնողը։ Բայց եկել են ժամանակներ ու բարի լավ ժամանակներ, երբ որ ինքը հասկացել է, որ ինքը ապրում է դժվարության մեջ, բայց իր հաշվի վրա մեծ կարողություն կա։ Ասեմ դա ով է, դա դու ես, ես եմ, որ իմ ու քո հաշվի վրա կա մեծ կարողություն, բայց սատանան ամեն ինչ կանի, որպեսզի դու մոռացության ենթարկվես։ Ես գիտեմ մարդիկ, որ նույնիսկ պատմության մեջ, երբ որ իր զավակը գնացել է, իր հորը ճանաչել է, գնացել է, որպեսզի իրան հայտնի, որ ես եմ քո փնտրած զավակը, հայրն ասել է, գիտես, շատ մարդիկ են եկել քո անունով, բայց գիտեք հետաքրքիրը որն է, որ հոր սրտում, երբ որ որդուն հանդիպում է, անկախ ամեն ինչից ասում է, չէ, մի բան են չի։ Նույնիսկ արյան ԴՆԹ եւ այլը, ճանաչողություն եւ այլը, երբ որ մարդը աղքատ էր, տնանկ էր, չուներ ոչինչ, մի քանի օրից իր կյանքը փոխվեց։ Սերնես իմ ու քո կյանքը կփոխվի այն ժամանակ, երբ որ մենք գիտակցենք այս հարցի լրջությունը, որ իսկապես ես ու դու ունենք այնպիսի հզոր Աստված, եւ մենք այն մարդիկն ենք, ով ունենք իշխանություն, նախ առաջին հերթին ամեն առումներով, թե ֆինանսական, թե առողջական, ասում եմ, եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Կա տենց ինչ որ մեկը կարա հակառակվի, բայց միջև դրան սերնես մենք պիտի ճանաչենք մեր ինքնությունը, միջև մենք չճանաչենք, որ մենք Աստծո որդիներ ենք, ով կտա մեզ մեր ունեցվածքը կամ ասենք ստացվածքը։ Սրանք իրականություն են, որ երբեմն մենք հանդիպում ենք ու միշտ բախումներ ենք ունենում։ Առակաց 4:19 Ամբարիշտների ճանապարհը խավարի նման է։ Նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ Տեսեք, խավարի մեջ գտնվող մարդու համար գայթակղվելու պատճառ չկա, նրանք միշտ ունեն այդ պատճառը։ Նրանք հասանելի են։ Մեղքը նրա համար նույնն է, ոնց որ վերցնես սովորական ջուրը խմես։ Շատ համարներում ասում է, նրանք ովքեր համարձակ են գինի խմելուն, սխալներ, վարմունքներ գործելուն, Տիրոջ խոսքն ասում, չէ՞։ Հենց սրանք այն մարդիկ են, ովքեր որ սահմաններ չունեն իրանց համար, բայց Աստծո որդիք ունեն, սիրելիներս, որովհետև մենք ոչ թե գիշերվանն ենք, մենք ցերեկվանն ենք, մենք ցերեկվա որդիներ ենք, եւ Աստծո այն կոչումը, որ կա իմ ու քո վրա, մենք այդ կոչումները պահպանենք։ Դա հնարավոր է քո ձեռից կորցնես, որովհետև հենց ինքը սատանան ամեն անգամ պայքարում է, որպեսզի քեզանից հեռացնի առաջինը քո առողջությունը, քո ընտանեկան խաղաղությունը։ Ինչի համար է Հիսուսը խոսում, ասում է, այն անձնավորությունը, որ մաքրված էր, իրանից ինչ որ բան դուրս եկավ, ասում է, դևը գնում անջրտի տեղերը պտտվում եւ նորից հետ է գալիս։ Այսինքն, սիրելիս, սատանան նորից հետ գալու ունակություն ունի իմ ու քո կյանքում, բայց մենք ամեն անգամ պիտի նրա տեղը ցույց տանք ու ասենք, մենք չենք մոռացել, որ մենք Աստծո որդիներ ենք,
որ մենք մեղքի հետ ոչ մի կապ չունենք։ Ոնց որ Հիսուսն ասեց, «Այսօր իշխանը գա, իմ դեմ բան չունի», նույնը մենք պիտի ասենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, որովհետև ծառան ուրիշ մտածելակերպ ունի, իսկ որդիները լրիվ ուրիշ։ Ամեն։ Եբրայեցիս 12:4-7 համարները։ Դու դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու։ Իհարկե, սա մեր պատերազմը ոչ թե մսի, արյան եւ մարդու հետ չի, մեր գործը դիվական աշխարհի դեմ է։ Մեր պայքարը, տեսեք, ասում է, երբ որ Հիսուսը Գեթսեմանիում աղոթում էր, գիտես, ասում է, նրա քրտինքը արյան պես էր թափվում։ Դու պատկերացնում ես, մենք մի բանի հասնելու համար մեզանից ինչ էներգիա է պետք ծախսել։ Իսկ մենք ասում ենք, Տեր, ես էս ուզում եմ, ու անցնում ենք, տենց չի լինում։ Դու կարաս մտնես խանութ ուզած բանը տառնես, ամենաթանկ բանը, ու դրա համար չվճարես։ Դա հնարավոր բան չի, սիրելիս։ Քեզ հաստատ մուտքի մեջ կայնացնենք, ասեն, դու գողություն եք անում։ Մեղքի հետ այդպես չի կարելի, նույնիսկ մեղքն անգամ իր կարգ ու կանոնն ունի։ Ու առհասարակ հոգևոր կյանքը իր կանոններն ունի, թե դիվական աշխարհը եւ թե Տիրոջ հրեշտակները ու Տիրոջ կարգված բոլոր գործողությունները։ Դրա համար, սիրելիներս, ասում է, դուր դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու։ Ուրեմն մենք պիտի հակառակ կանգնենք։ Եվ մոռացել եք այն խրատը, որ ձեզ հետ խոսում է իբրև որդիների, որդյակ իմ, Տիրոջ խրատը մի անարգիր եւ ոչ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր, որովհետեւ Տերը ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն զավակի, որին ընդունում է։ Հրաշալի է, չէ՞։ Տեսեք, երբ որ այն ծնողը սկսում է հանդիմանել, պատկերացնում ես քո հայրը քեզ ինչ որ բանի մեջ դաստիարակում է, դու սկսում ես նեղանալ, ասես, բայց ախր խի ասում, որովհետև ծնողը գիտի, թե իրականում իր զավակին ինչպես դաստիարակել։ Եվ փառք Աստծո այն ծնողների համար, որ գիշեր ցերեկ իրանց աչքը իրանց երեխեքի վրա է, որպեսզի ամեն դեպքում յուրաքանչյուր ծնողի հարցնես, ասես, որն է քո երեխի նկատմամբ ունեցած զգոնությունը, յուրաքանչյուր ծնող կասի, որպեսզի շարի մեջ չընկնի, փորձանքի մեջ չընկնի, վատ շրջապատ չունենա, որովհետև Կորինթացիների մեջ ինչ ասում խոսքը, չար ընկերակցությունը, բարի վարքը կապականի։ Այսինքն այդպիսի շրջապատ չունենա, որպեսզի հետագայում ծնողի համար ցավալի ու դժվար իրավիճակներ չստեղծվի։ Դրա համար, սիրելիներս, ասում է, երբ որ Աստված ձեզ հանդիմանում է, խրատում է, դու դրանից մի տրտմեք։ Ուրախացեք, եթե կա տրտմություն, սիրելիներս, հանդիմանություն, որովհետև դրանով ենք մենք առաջ գնում, դրանով ենք իմանում, որ մենք որբեր չենք, որ մենք բարձի թողի չենք, սիրելիներս, այսպես ասած, այլ որ Աստված ամեն բան մեր կյանքի մեջ հսկում է։ Ամեն։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Տեսեք, եթե համբերեք, Աստված որդիների պես կվարվի։ Ես չեմ մտածում ինչ որ մեկը կասի, չէ, շարունակեմ առաջվա պես։ Չէ, ընդհակառակ ասեմ, Տեր ջան, ինձ համար ամենաթանկ բանը դա ոչ թե ծառա լինելն է մեղքին, այլ որդի լինելու կոչումը, որ ինձ ու քեզ համար ունի Աստված։ Սրանից թանկ ու արժեքավոր ես չեմ կարծում մեր կյանքում անհրաժեշտ է, որովհետև մեզ չտրվեց երկչոտության, կասկածանքի ոգին, մեզ տրվեց սիրո, զգաստության, զորության հոգին։ Տեսեք, կասկածանքները, երկչոտությունները ում են հանդիպում։ Բոլորիս էլ գալիս է այդ մտքերը,
բոլորի մոտ է գալիս է։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ քո վրա կա Աստծո կնիքը, այդ ժամանակ դու համարձակ կանգնում ես, ասում ես, իմ վրա կա Հիսուս Քրիստոսի արյան գինը, եւ նա վախենում, ասում է հակառակ կացեք սատանայից եւ նա կփախչի։ Գիտես, սատանայի հետ ոչ մի ձևով չես կար, ասում է չարին բարիով պիտի հաղթես։ Եթե դիմացինը չարությամբ է լցված, մենք գիտենք ով է չարության կողքին կանգնած։ Մենք պիտի բարիությունով հաղթենք, որովհետև Հիսուսը երբեք, տեսեք, աշակերտներն ասեցին, չէ, 12 լեգիոն իջեցրու եւ հրամայ, որպեսզի ստեղ ավերակ անը, ասես դուք չգիտեք ինչ եք խնդրում։ Դու հասկանում ես Աստված ինչքան սիրո համբերության, նրանք չէին հասկանում, որ իրա գալը երկիր մի կարևոր նպատակ ուներ, փրկել բոլոր մարդկությանը, հենց այն մարդկանց, ովքեր որ իրան խաչի վրա ասում են խաչեք, խաչեք, խաչեք։ Առաջի թագավորած երկրորդ գլխի 9 խոսքը։ Նա է պահում իր սուրբերի ոտքերը, բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։ Սիրելիներս, այո, ուժով մենք ոչինչ չենք կարող անել։ Ոչ թե ուժով, այլ ասում է Տիրոջ խոսքը իմ հոգով, Սուրբ Հոգին պիտի օգնի։ Իսկ մենք մտածում ենք ես կանեմ։ Եթե դու հայտնվել ես մի այնպիսի իրավիճակում, կամ դու քեզ գցել ես այդ իրավիճակի մեջ, խավարի մեջ ես հայտնվել, ինչ որ պատճառներով, դու մտածում ես հեշտ դուրս կգաս, դու չես կարա։ Այս սենց են կարել, դրա համար մեկը մյուսից պակսելու փոխարեն ավելացելը։ Ուրեմն, եթե միշտ դու այդպես ես վարվում, խնդրում եմ, այսօրվանից տենց մի վարվի։ Մենք տեսնում ենք, թե մենք մեր կարողությունը ինչով է, ինչքան է եւ ինչքան է մեզ առաջ տանում։ Մենք պիտի հասկանանք, որ այս օրինակը վերցնելով մենք ոչինչի չենք հասնի, եթե Աստված չլինի մեր կյանքում։ Ուրեմն մենք պիտի կանչենք Տիրոջ Հոգին, Աստծուն, որպեսզի Աստված գա ու մեզ դուրս անի բոլոր դժվարություններից։ Մարդը իր ուժերով երբեք չի կարող հաղթել խավարի գործերին։ Նրան Քրիստոսի իշխանությունն է պետք, միշտ որ լինի հաղթող։ Երկրորդ Պետրոս, երկրորդ գլխի 19-22 համարները։ Նրանց ազատություն են խոստանում։ Տեսեք, նրանցը մի տեսակ ուրիշ է հնչում։ Ազատություն են խոստանում, բայց այն ազատության մասին չէ, որ Աստված որ մեզ խոստանում է։ Միշտեր իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է։ Այսինքն, եթե ինչ որ բանի մեջ դու հայտնվել ես, դու դրա ծառա ես, որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծությունից, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած լինեին, քան ճանաչեցին եւ հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։ Նրանց է վերաբերվում ճշմարիտ առածը։ Շունը իր փսխածին է վերադառնում կամ լվացված խոզի աչքը ցեխի մեջ է։ Դա կենթանու բնավորությունն է, դա կենթանու տեսակն է, խոզի ու շան օրինակն է բերում, որ շունը իր փսխածին է վերադառնում, խոզը իր հիմնական տեղը ցեխի համար ուշքը գնում է, բայց դա պատճառ ունի, որովհետև խոզը այնպիսի կենթանի է, որ ինքը ամեն ինչ ուտում է ու այդ բակտերիաները կարան իր օրգանիզմում տարբեր միջատներ առաջացնել
ու դրա հետևանքով ինքը ամեն բան անում է, որպեսզի իր ներսի այրոցը հովացնի։ Նկատել եք, որ ցանկությամբ գնացող մարդը նույն բանը ունի իր ներսում, տարբեր միջատներ, տարբեր կերակուրներ, խառը կերակուրներ ու իր ներսում սկսում է ինչ-որ մի բան անհանգստացնել։ Ու հետո ստացվում է նենց, որ այդ մարդը արդեն ոչ թե ձգտում է դեպի լավը գնա, որովհետև ինքը արդեն դրա մեջ վարակված է։ Ինքը արդեն այդ վիրուսը կա իր մեջ, իրան աշխարհը ձգտում է, մեղքը ձգտում է։ Իսկ դրանից մեզ պիտի ազատենք, սիրելիներս, մենք էլ ուրիշ տարբերակ չունենք, որովհետև այսօր ժամը, այսօր քու օրը, ու այսօր մենք պիտի որոշում կայացնենք։ Մենք վերջում աղոթելու ենք բոլոր նրանց համար, ովքեր կուզենան, որ իրանց համար մենք աղոթենք։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 6:16-18։ Նրանց մեջ պիտի բնակվեմ, նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք իմ ժողովուրդը, դրա համար նրանց միջից դուրս եկեք, հեռու մնացեք։ Դուրս գալ, հեռու մնալը, այդ սահմանը պիտի պահվի։ Երբ որ այս սահմանները մենք ընդգծում ենք, սիրելիներս, Աստված մի հատ ուրիշ խոսք ասում, եւ ես ձեզ կընդունեմ ու ձեր հայրը կլինեմ, ասում է ամենակալ Աստված։ Սրանից լավ խոսք 91 Սաղմոսին անդրադառնանք, բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն եւ իմ ամրոց կպաշտպանեմ, որովհետեւ Աստծո զավակները իր հոր տնից չեն հեռանում։ Թեկուզ եւ անառակ որդու փոքրը հետ վերադարձավ, նա հասկացավ, որ ինքը կոչում ունի։ Ինչու եմ ընկել այս աշխարհի մեջ, ու այն էլ, որ հայրս իր առջև ծառաներ ունի, կարողություն ունեցող մի մարդ է, բայց այն եղբայրը ավագը նա չգիտեր, որովհետև իր մեջ կար ծառայի հոգեբանություն։ Դու կարող ես լինես եկեղեցում, սիրելիներս, բայց քո մոտ դեռ լինի ծառայի հոգեբանություն։ Ինձ ու քեզ Աստված որդեգրության հոգին ա տվել, ոչ թե ծառայության։ Ծառայել պետք է Տիրոջը, բայց ես սրա մասին չեմ խոսում։ Մեր վրա կա այդ Աստծո կոչումը, որդիական կոչումը, որ ես ու դու ունենք։ Եվ ասում եմ՝ մի անարգիր Տիրոջը, հորդ խրատը, մի անարգիր։ Ուրեմն Աստված գիտի, մենք գիտենք, թե մեր երեխեքին ինչա պետք։ Մենք մեր երեխեքին տալիս ենք իր ուզածը, հա? Չենք տալի։ Տալիս ենք անհրաժեշտը, ինչ առաջիկայում իրան անհրաժեշտ է, բայց երբ որ իր ուզածը տալիս ենք, վերջերս մի հատ բլոգեր մի հետաքրքիր բան էր պատմում հենց գերեզմատան ու ասում է, այս են ծնողն ա եղել, որ ամենավերջի Մերսեդեսն ա ու այդ երեխեն 18 տարեկանը դեռ չլրացած, այդ մեքենայով վթարվել էր ու մի խոսքով, երբ որ երեխեքը ուզում են ու մենք տալիս ենք ու այնինչ, որ դեռ չգիտեն դրա գինը, բայց երբ որ ժամանակին մենք սկսենք ուշադրություն դարձնենք, մենք հեռու կլինենք, մենք պիտի ցույց տանք, որ մենք Աստծո զավակներ ենք եւ Աստված մեզ չի տալի։ Ես հիշում եմ իմ հոգևոր կյանքում այն սկզբից ինչ որ ես խնդրում էի ու հիմա նույն բանը չի։ Հիմա բաներ կաստված տալիս է, որովհետև ինքը հասկանում է, որ ես հասկանում եմ, որ դա ինձ անհրաժեշտ է, թե ոչ։ Բայց երբ որ մենք ասում ենք տուր, բայց ինչի տա, եթե դա կարա մեզ վնասի, եթե մենք դրա արժեքն ու գինը չգիտենք, իսկ ամեն գին ունի վճարելու հատկություն։ Ուրեմն մենք պիտի վճարենք դա, մենք պիտի անցնենք այդ ճանապարհը, որպեսզի մենք ձեռք բերենք այն, ինչը որ մենք կորցրել ենք։
Բայց ես քեզ ուզում եմ քաջալերեմ ու ասեմ, որ ամեն ինչ ավարտված չի։ Ամեն ինչ քո կյանքում ավարտված չի։ Աստված ամեն բան հաշվարկել է իմ եւ քո կյանքում ու ոչ մի բան Աստծո աչքերից չի վրիպում։ Անկախ նրանից, եթե դու քեզ մոռացության տաս, մի ձայն կգա երկնքից, ինչպես են անճոռնի ճուտիկը, որ հասկացա, որ ինքը հավ չի, ինքը հողի որդերով չի պիտի սնվի։ Իր համար հատուկ կերակուր կա։ Եվ նա իր թևերը բացեց ու ինքը սկսեց թափ հավաքել եւ թռնելու։ Ինքը հասկացավ, որ ինքը նրանց նման չի, բայց տարիների իրավիճակները հայտնվել էր այնտեղ ստիպված ինքը իրան նմանակել էր դրանց, բայց իր ունակությունները շատ մեծ էր։ Սիրելիներս, հզորը մեծամեծ բաներ անում իմ կյանքում եւ քո կյանքում։ Դու կանչված չես հավերի մեջ հավ լինելու։ Դու կանչված ես արծիվների մեջ արծիվ լինելու, որն ասում է իր բույնը ժայռի վրա է։ Ով է ժայռը։ Հիսուսը։ Փառք Աստծուն։ Դրա համար նրանց միջից դուրս եկեք եւ հեռու մնացեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դպեք։ Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ ու դուստեր կլինեք, ասում է ամենակալ Տերը։ Հայտնություն 21:7 Հաղթողն է դա ժառանգելու, ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ Հաղթողն է ժառանգելու։ Ուրեմն սիրելիս, եթե ինչ որ բան քո կյանքում չի գնում նենց ոնց որ դու ես պլանավորել կամ դու ես ուզում պլանավորես, սիրելիս, Աստված քեզ անցակացնում այդ դժվարության մեջ, առաջին հերթին նա հաստատում է, որ դու Աստծո որդի ես։ Եվ դու եթե հայտնվել ես այդ դժվարության մեջ, այդ դժվարությունը հավերժական չի քեզ համար։ Դու պիտի պայքարես, դու պիտի չմնաս քո տեղը, որովհետև դա քեզ համար չի ստեղծված։ Քեզ համար Աստված ունի պայմաններ երկինքը ժառանգելու։ Եթե սրան հավատում ես, ասա ամեն։ Ուրեմն սիրելիներս, ամեն աղտեղություն, ամեն չար բան, ամեն սխալ բան հեռացնենք մեր կյանքից, գանք կատարյալին եւ հնազանդվենք նրա խոսքին ու նրա կամքին։ Ամեն։ Ուժը եւ իշխանությունը հաղթողն է ժառանգում։ Հիշիր, ուժը եւ իշխանությունը հաղթողն է ժառանգում։ Իսկ Աստծո որդիները թագավորելու են նրա հետ։ Եվ Աստծո որդիները պիտի թագավորեն նրա հետ։ Ուրեմն սիրելիներս, եկեք փառքանք Տիրոջը։ Կանգնենք աղոթքի։